Ողջունում եմ բոլորիդ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ուրեմն մինչև որ քարոզեմ մի բան եմ ուզում ասել ձեզ։ Գիտեք, եթե ստեղից օրինակ ստեղից Սամվելին քարով խփեմ, եթե կպնի ինքը պիտի զգա, ճիշտ է թե չէ։ Եթե չի զգում, ուրեմն չկպավ։ Հիմա խոսք եմ ուղղելու, հա, որ ուզում եմ կպնի, բայց ոչ թե քարոտ, այլ լավ խոսք։ Ուզում եմ, որ ընդունես քեզ համար։ Առաջին բանը, որ ուզում եմ ասեմ, դու կարևոր ես։ Լսում ես, բոլորիդ է վերաբերվում։ Դու կարևոր ես։ Եվ Աստծո համար, եւ շատերի համար։ Դու պետք ես շատերին։ Դու շատ թանկ ես։ Շատ արժեքավոր ես դու։ Քո գինը շատ թանկ է։ Քրիստոսը իր արյան գինն է վճարել քեզ համար։ Դու շատ կարևոր ես ու շատ թանկ։ Առանց քեզ դատարկ է այս կյանքը։ Աստված գարմոնիա է ստեղծել մարդկության մեջ եւ ցանկացել է, որ դու ապրես հենց այս ժամանակի մեջ, որ դու լինես այս ժամանակի մեջ, դու այդ գարմոնիա ներդաշնակությունը ստեղծել, որ դու կապող ես, կապող օղակ ես մարդկանց մեջ եւ քո հարազատների, քո մտերիմների եւ Աստված նաեւ քեզ Աստծո տուն ա կանչել, որպեսզի դու ներդաշնակ լինես այս ժամանակի մեջ։ Աստված քո մեջ շատ սեր ու շատ գեղեցկություն է դրել։ Իրապես դա ճշմարտություն է։ Շատ լույս կա քո մեջ եւ քեզ հետ։ Այս աշխարհը քեզ հետ միասին ներդաշնակություն է ստեղծել, որ դու ապրես, որ շարունակես ապրել։ Հո դժվար չէր իմ ասածը։ Հասկանալ էր ինչ եմ ասում։ Դու կարևոր ես, դու արժեքավոր ես, դու թանկ ես։ Դու լավն ես։ Մարդ, երբ որ տեղյակ չի, ինքը շատ կոտրվում է, շատ մերժվում է, անարգվում է։ Միգուցե կգտնվեն մարդիկ, որ կանարգեն, բայց դու շատ կարևոր ես շատերի համար։ Ու դու շատ թանկ մարդ ես, նամանավանդ Աստծո համար եւ Աստծո ժողովրդի համար։ Սա բոլորիդ վերաբերվում է։ Քրիստոսը մեծ գին է վճարել քեզ համար։ Դրա համար դու թանկ ես ու կարևոր։ Ժողովուրդ ջան, այն քարոզը, որ պատրաստել եմ, շատ կարևոր է բոլորիդ համար եւ խոսելու եմ Աստված պաշտությունը ամեն բանի համար օգտակար է։ Այս մասին եմ խոսելու։ Աստված պաշտության մասին եմ խոսելու։ Առաջին Տիմոթեոս 4:7-8 խոսքերը։ Ուզում եմ բացանենք միասին ընթերցենք Սուրբ Գիրքը, շատ եմ խնդրում, որ ուշադիր լինեք, մի հատ ձեր բաժինը վերցնեք։ Եվ պիղծ ու պարավական առասպելներից հետկաց, բայց վարժացրա քո անձը Աստվածապաշտության։ Վարժացրա քո անձը Աստվածապաշտության, որովհետև մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, բայց Աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է։ Քարոզից վերնագիրը ստեղից եմ վերցրել։ Աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմյան եւ գալու կենաց խոստումները։ Ուրեմն Աստվածապաշտության մեջ խոստումներ կա, եւ այդ խոստումները եւ ներկայի մեջ եւ ապագայի մեջ է։ Միայն թե շատերս ուզում ենք, որ ամեն բան ներկայի մեջ ստանանք, բայց շատ խոստումներ կա, որ կիրականացվի ապագայում։ Գալու այժմյան եւ գալու կենաց խոստմունքը, որ գալու է, վաղվա համար էլ Աստված ծրագիր ունի քեզ համար եւ հավիտենական կյանքի մեջ էլ քեզ համար ծրագիր ունի։ Եվ ես տեղից 3 կարևոր բան եմ վերցրել, ուզում եմ այս 3 կետերի վրա առանձին խոսենք։ 7-րդ խոսքում։ Պիղծ եւ պարավական առասպելներից հետկաց։
Այսինքն մենք բաներ կա, որոնց պետք է թողնենք, որոնցից պետք է հեռու մնանք։ Ով այնց է։ Հիմա կնայենք այդ ինչա։ Երկրորդ բանը, որ ասում է վարժացրեք ձեր անձերը աստվածապաշտության մեջ։ Վարժացրեք։ Եվ երրորդ բանը, աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է։ Կտեսնենք, թե այդ ամեն բան ասելով ինչա նշանակում։ Այս երեք պունկտերով պետք է ուսումնասիրենք այս հատվածը ավելի լուսաբանելու, պարզաբանելու։ Ուրեմն, երբ որ ասում է բան կա, որ պետք է թողնես, դե այս պահին, տվյալ պահին Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է պիղծ եւ պառավական առասպելներից։ Այն պատմություններ կան, որ օրինակ ասում ենք, լսում ենք, էլի, թե որտեղից են լսել, փոխանցել են մեկը մյուսի, որոնք ավելի շատ ինքը իրանից կախարդություններ է, սխալ ճանապարհներ է։ Ես մի անգամ հիշում եք ասացի, որ մեկը եկել էր մեր տուն, կոֆե հյուրասերեցինք, ասենք կոֆեն ֆրոցրեց, հետո ասեց հովիվ կարողա բաժակս նայես։ Այդպիսի մի սխալ պիղծ պառավական սովորություն է, որտեղից Աստծուն դեմ քայլեր է։ Ասենք նույնպես երիտասարդներին ուղղված մի բան ասում են աղե բլիթկեր, որ երազիդ մեջ տեսնես ով է գալու եւ այլն։ Նման բաներ կա, չէ՞, հիմա նոր տարի է մոտիկանում, ասում են, չգիտեմ, խոստումներ, բաներ գրի, ինչ որ ցանկություններ, վառի լցրա շամպանսկու մեջ, հետո խմի, որ եւ այլն, ասենք գարասկոպներ են, ես ինչ գիտեմ, ինչեր ասես չկա, սաղ պիղծ, ուզում եմ ես բառը հիշես, պիղծ եւ պառավական առասպելներ են, որ տես բաներից հետ պետք է մնաս։ Ժողովուրդ ջան, շատ բաներ կա, գործողություններ, թե Ռուսաստանում, թե Հայաստանում, որ լեցված է, ամեն ինչը լեցված է, աղը թափես կռիվա, գտալ ննգատունմա, այս սնոտիա պաշտությունը, այս պիղծ բաները լեցված է մեր կյանքում։ Չերես պարոք նիլիզիա, չեմ գիտե ինչ ասես օրինել են։ Ու մարդիկ դրանով պետք է ապրեն։ Նույնիսկ այնքան են խորացել, բաժակը ոնց պետք է լեցնես, ձեռքդ ոնց պետք է մեկնես, ամեն ինչը։ Չէ, էթիկային դեմ չեմ, էթիկան շատ կարևոր է, բայց երբ որ դրա մեջ դրվում է այդ պիղծ պառավական սովորությունները ու բերում է մարդուն դրան երկրպագության եւ տենց սխալ բաների, մենք պետք է հասկանանք, բաներ կա, որ պետք է թողնենք մեր կյանքից։ Որտեւ որ չթողնենք նման բաները, դա կխանգարի մեզ, մենք հեսա մի քիչ հետո այդ կտեսնենք, խանգարի մեր աստվածապաշտությանը։ Հետո ասենք առաջին կարևոր բանը, որ պետք է մենք անենք, դա մեղքն է, որ պետք է թողնենք։ Երկրորդ բանը, որ ուզում եմ, այդ չար սովորություններն է։ Չար սովորությունների մեջ շատ բաներ կարելի է թվարկել։ Ներողություն եմ խնդրում, ով որ սիգարետի հետ հակում ունի, բայց պետք է ասեմ, որ եթե դա չար սովորություն է։ Ուղղակի չար սովորություն է, դու պետք է թողես։ Դա Աստծուն հաճելի չի, դա Աստծուն դեմ է։ Դա հաճելի բան չի։ Նմանատպես լիքը էլի ինչ որ դեմ է Աստծո խոսքին, ինչ որ Աստծուն դեմ է, Աստծո խոսքին դեմ է, նման բաները ինչ ենք անում, կտրում ենք մեզանից դեն ենք գցում։ Դա հաճելի չի Աստծուն, որ պետք է թողնենք։ Առաջի կարևոր բանը, շատ բաներ կա, որ կարելի է թվարկել, անսահման կարելի է թվարկել, բայց այդ սխալ բաները մեզանից, ինչ որ Աստծուն դեմ է, ինչ որ Աստծո խոսքին դեմ է, մենք ինչ անենք, թողնենք։ Չէ, նես չի, որ ես ասում եմ, շատ բան կա, մենք ժամանակի մեջ ենք հասունանում, ժամանակի մեջ ենք գիտակցում, որ այս բանը պետք չի, այս բանը պետք է, կամ եւ այլն։ Բայց այն ինչ որ հասկանում ես, որ Աստծո խոսքին դեմ է, կարիք կա, որ դա քեզանից թողնես։ Ինչի համար, որպեսզի լինես ճշմարիտ աստվածապաշտ։ Երկրորդ բանը, որ ասում է, որ վարժացրու քո անձը աստվածապաշտության։ Ինչպես վարժացնենք։ Ես մի քանի բաներ եմ գրել, ուզում եմ, որ կարդանք, ասենք։ Վարժացրու քո անձը աստվածապաշտության։ Եթե Աստծո խոսքը ասում է վարժացրու քո անձը
աստվածապաշտության, ուրեմն դու դրա կարիք ունես, վարժացնելու կարիք ունես, այդպես է թե չէ, եթե Աստծո խոսքը ասում է վարժացրու, ուրեմն դրա կարիք կա, որ հարատևենք սրա մեջ, այսինքն ինքը հարատևողական բնություն ունի, միանգամվա քայլ չի, ինչպես որ սպորտսմենը վարժվում է, վարժացնում է, չէ, իրան ամեն անգամ, մի անգամ եթե գնաց սպորտզալ, դա չի նշանակում ինքը չեմպիոն դարձավ, հա, մի անգամ գնաց սպորտզալ, դուրս է գալու, արդեն քայլում է որպես Ռեմբո, հա, այտենց չի, մարդ կարիք ունի հարատևել, ոչ թե մի անգամ գալ եկեղեցի ու վերջ, այլ հարատևել, ոչ թե մի անգամ Աստծո խոսք լսելու վերջ, այլ հարատևել դրա մեջ, շարունակական բնույթ պետք է կրի, այնքան են մարդիկ պարապում և երևում է արդյունքը, երևում է մկաններից, երևում է նրա վերջապես ձեռք բերած հաղթանակներից, մի անգամ հաճախել սպորտզալ, դա չի նշանակում, որ դու չեմպիոն ես, միացած միտքել եմ գրել, Ռազովի պարապմունքը ոչինչ չի տա, արդյունքը տարիների աշխատանք է պահանջում, այո, շարունակական, աստվածապաշտությունը դա միայն աղոթք չի, ժողովուրդ ջան, առաջին հերթին աստվածապաշտությունը դա ապրելակերպ է, դու կարող ես գնալ աղոթք անել, շարունակել քո հին կյանքով ապրել, սխալ կյանքով ապրել, բայց այդպես չի ուզում Աստված, Աստված ուզում է փոխի քեզ, դու քեզ չես կարող փոխել, իմիջիալից ես էլ ասում, Աստծո ներկայության մեջ շարունակաբար քո գործը դու ես անում, Աստված էլ իր գործն անում, ասենք եթե դու չգաս Աստծո տուն, դու քո գործը գալն է, Աստված էլ ներգործում է քո հոգու մեջ, այդպես է թե չէ, ուրեմն, առաջինը ասեցինք ապրելակերպը, երկրորդ բանը, որ ուզում եմ ասել, լինել քրիստոսակենտրոն և շարունակ պահել այն, լինել քրիստոսակենտրոն, ես գիտեք նկատել եմ, որ մարդը եկեղեցում քրիստոսակենտրոն է, աղոթներն Աստծուն է ուղղված, պաշտամունքը Աստծուն է, բայց կյանքում գործողություններ կա, որ շեղվում է, հայացքը ուրիշ ուղղությամբ է տանում, ու ասենք, օրինակ, ես չեմ կարող հասկանալ, որ գալ Աստծուն պաշտել, հետո ստեղից հետո գնալ, մի հատ անկապ խաղալ, էլի, չգիտեմ, ոչ շինություն տվող, պարտադիր չի մեղքը հենց, ինչ որ մի սխալ խաղ, երեխեք այսօր շատ են խորացած այդ կոմպյուտերային խաղերի և այլն, կամ դու գաս տեղ Աստծուն պաշտես, հետո գնաս խաղամոլ դառնաս, հա, տենց չի լինի, քրիստոսակենտրոն լինես ամեն ժամանակ, մոտդ մարդ չկա, ոչ ոք չկա, եթե դու քրիստոսակենտրոն չես, ռուսերեն խրիստացենտրիչնստ, եթե դու քրիստոսակենտրոն չես, Աստծո երկյուղը չես ունենա, Աստծո վախ քո մոտ չի լինի, այդ ժամանակ մարդը հակված ամեն բան անելու, ամեն սխալ քայլի գնալու, լավ շարունակեմ, դա ուրեմն խոսում ենք աստվածապաշտության մասին, ուրեմն դա հաղորդակցություն է Աստծո հետ, առաջին հերթին, փոխհարաբերություն է, Աստծո հետ փոխհարաբերություն է, հաջորդ կետը ասում է նաև փոխհարաբերություն է իրար հետ, եթե մենք իրար հետ ճիշտ փոխհարաբերություն չունենք, բայց ասում ենք Տեր, ես քեզ շատ եմ սիրում, Աստված ասում է ես եմ քո կողքին դրել քո եղբորը, մի անգամ ասել եմ, եթե ես ընտրեի ինձ ընկերներ, հավանաբար ձեզ շատերից չէի ընտրի, իմ կարծիքով, բայց փառք Աստծո, որ ես չեմ ընտրում, փառք Աստծո, որ Աստված է ընտրում, որովհետև դուք ընտրված ժողովուրդ եք, դուք կարևոր ժողովուրդ եք, դուք թանկ ժողովուրդ եք, Աստծո համար,
Եվ իհարկե նաև պետք է հասկանամ, նաև ամեն մեկ ասի, իմ կողքինը ինձ համար կարևոր է։ Դուք թանկ եք, մեկը մյուսի համար էլ։ Դուք իրար պետք եք։ Եվ Աստված ասում է, եթե եղբորը տեսնում ես ու չես սիրում, ինչպես որ Աստծուն չես տեսնում, ասում ես սիրում եմ։ Դրա համար Աստված այս պատվիրանքն է տվել, որ Աստծուն սիրողը պետքա իր եղբորն էլ սիրի, իր կողքինն էլ սիրի։ Հարգանքը, սերը, իր մեծին, ասենք, պատվելը, սա Աստծուց դրված է, Աստված է դրել քո կողքին։ Շատ լավ հասկանալի է։ Սա աստվածապաշտություն է։ Հաջորդ պունկտեր եմ գրել, սենց դուք կարող եք թվերով գրել, եթե նշում եք ձեր մոտ կամ ուղղակի լսեք, փոխհարաբերություն Աստծո հետ, փոխհարաբերություն իրար հետ, խոսքի ուսումնասիրություն է աստվածապաշտությունը, նաև կարիք կա, որ հարատևել սրա մեջ, Աստծո խոսքը ուսումնասիրել։ Հաջորդը եկեղեցի հաճախել է, մեկտեղ հավաքվելը գրված է մի թողեք։ Եվ սա պետք է հարատևողական բնույթ ունենա։ Որտեվ ասացինք, որ մենք ինչի մասն ենք խոսում, մեր անձերը վարժացնելու։ Երկրորդ պունկտներ, չէ՞։ Մեր անձերը վարժացնելու։ Այսինքն շատ հաճախակի գալով Աստծո առաջ վարժացնում ես քեզ։ Օրինակ մի ժամանակ կար, ես հիշում եմ իմ նոր ապաշխարած ժամանակ, ամեն գիշեր, երբ որ քնից արթնանայի, անպայման գնում էի իմ սենյակ, ծունկի էի գալիս, աղոթք էի անում։ Սա սովորություն էր դարձել ինձ համար, եւ այս սովորությունը մնաց իմ կյանքում։ Հիմա այս մեծ մարմինս իհարկե մի քիչ դժվարությամբ եմ ծունկի գալի, բայց հաճախակի նստում եմ, սկսում եմ աղոթք անել։ Սա վարժացնել է նշանակում։ Քո անձը վարժացրա աստվածապաշտության մեջ։ Այո։ Շարունակենք։ Մասնակցել եկեղեցիական բոլոր արարողություններին։ Սկսված տնային խմբակից այսօր հաղորդություն ենք անելու նաև հաղորդությունը։ Ամեն բան, ինչ որ եկեղեցում դրված է, Աստված քեզ համար է դրել եւ բաց մի թողնեք։ Դա կարեւոր է։ Նրա կամքը կատարելը։ Հաջորդը սովորել հաղթանակներ ունենալ հոգևոր կյանքում։ Երբ որ մարդիկ պարտություններ ունեն իրանց կյանքում, վիրավորված են քայլում, վիրավորված են ապրում։ Եվ դրա պատճառով շատ հարցերի լուծումներ չեն կարող գտնել եւ չեն կարողանում լուծել իրանց կյանքում նույնիսկ շատ հասարակ բաներ, բայց աստվածապաշտության մեջ հաղթանակներ կա։ Աստվածապաշտության մեջ դու կարող ես մեղքին չէ ասել, Աստծուն այո ասել, Աստծո կամքին այո ասել, Աստծո խոսքին այո ասել։ Բայց կարող ես չարի սատանային հակառակ կանգնել։ Ասում է հակառակացեք եւ նա կփախչի ձեզ։ Ոչ բոլորը կարող են հակառակ կանգնել։ Ինչի համար, որովհետեւ բացակայում է հարատևողական աստվածապաշտությունը, որ չեն վարժացրել։ Եվ հիմա փառք Աստծո, Աստծո ժողովուրդ ջան, դուք հնարավորություն ունեք լսելու եւ դրա մեջ վարժացնելու ձեզ։ Ով հասկանում։ Փառք Աստծո։ Շարունակենք։ Ավետարանչությունը աստվածապաշտության մասն է եւ սա մարդու քրիստոնյայի մասն է կազմում։ Մի օր որոշեցի, որ գնում էի Մոսկվա, երբ որ ակադեմիայում սովորում էի, որոշեցի, որ գնացքի մեջ էլ չխոսեմ։ Ոչ մեկ է չխոսեմ, սուսուփուս գնամ, սուսուփուս գամ։ Եկա, նստեցի եւ երկու կին վերևի հարկում էի այդ հիշում եք են գնացները։ Երկու կին նստեցին, ինչ որ խաչբառ են լուծում, են մեկը ասում է 9 պատվիրանքները, տենց է ասում։ Աստծո 9 պատվիրանքները։ Այ մարդ լսում եմ, ասում եմ, դե արի մի խոսա։ Աստծի 9 չի 10-ն է վերևից։ Ռուսներեն։ Մեկ էլ մնացին, ինչ որ մի հատ հարց էին լուծում, էլի Աստվածաշնչից են։ Ոնց որ հատուկ բերել էր այդ կուպե, որ իրանք խոսցնեն, զորով ինձ խոսցնում են։ Եվ տեսա, որ չեմ կարող ասես մնամ։ Ես պետք է խոսեմ։ Մարդիկ կարիք ունեն։ Մարգարեն ասում է
Երևի Երեմյանա թե Դանել ասма ես որոշեցի չխոսեմ Երեմյանա ասма ասեցի լուր մնամ բայց ասма Աստծո խոսքը կրակի պես մեջս վառում էր չէի կարող լուր մնալ պետք է խոսեմ պետք է ասեմ որտեվ Աստված իր խոսքը մեզ ա տվել որ մենք խոսենք մարդկանց որ փոխանցենք բարի լուրը որովհետև ժողովուրդ ջան դու չես կարող անտարբեր լինել են կորսվող մարդկանց հանդեպ ովքեր որ քո շուրջն են որովհետև մի քիչ մեր այս ժամանակի ժարգոնով ասած Աստված սպրոս անելու քեզանից Աստված ուզում է որ դու խոսես բարի լուրը տանես մարդկանց սրտերին որ խավարած սրտերին դու լույս հասցնես Աստված դրա կարիքը Աստված այդ կարիքը դրել է քո մեջ որ դու ուզես սիրով անես ամեն լավ շարունակենք հաջորդը Աստվածապաշտությունը նաև կարիքավորին օգնելը այո գիտես դու չես կարող քո համար միայն ապրես ճշմարիտ Աստվածապաշտությունը սա է պահանջում որ քո ունեցածից նաև կարիքավորին բաժին հանես անտարբեր չլինես այսօր ինչ ասես չեն հորինել ամանանդ մեր ասացվածների մեջ այ մարդ լավություն անողի գլուխը ծակա չէ բան բայց մի մոռացեք որ ասենց լավ ասացվածներ էլ կա լավություն արագցի ջուրը շատ օրեր անց հացդ հետ կգա քեզ մենք ասենց բաներ էլ ունենք թեևեսի Աստվածաշնչից է վերցրած առակած գրքում գրված է հաջորդ խոսքը որ գրել եմ ոչ միայն կարիքավորին նաև ընծայի զոհի 10-րդի հարցում ուզում եմ իմանաս որ դա մասն է քո երկրպագության Աստվածպաշտությանդ մի մասն է կազմում եւ երբ որ դու դրա մեջ անտարբեր ես ես ուզում եմ քեզ հիշացնել որ քո Աստվածապաշտությունը կիսատ է եթե դու աղոթում ես եթե դու փառաբանում ես երգում ես միգուցե շատ բարիքներ ես անում բայց ուզում եմ ասենց մի հատ լավ ռուսերեն բառ կա հայերս շատ են կան պալնացեննի ուզում եմ որ քո Աստվածապաշտությունը ամբողջական լինի ամեն հավատացնում եմ քեզ երբ որ դու կիսատ ես թողնում դրա շուրջը մի համար կա ես լավ ես էլ ասեմ նոր այդ համարը կարդամ փառաբանություն է երկրպագություն է ապաշխարություն է հոգևոր աճ է հոգևոր պտղաբերություն է սա է Աստվածապաշտությունը ես չգիտեմ քանի պունկտեր եթե չեմ սխալվում 15-20 պունկտ պետքա լիներ բայց եւ կարելի է շարունակել ես այսինքն ամբողջական Աստվածապաշտությունը պետքա լինի մեր կյանքում ոչ թե մասամբ ես այդ մասամբի վրա 4-րդ թագավորաց 17-րդ գլխի 38-րդ խոսքը խնդրում եմ բացանեք եւ այն ուխտը որը ձեզ հետ արել եմ մի մոռացեք եւ ուրիշ աստվածներից մի վախեցեք փոքրատառով աստվածներ բառը գրած այսինքն որոնք կուրքեր են այլ ձեր Տեր Աստվածանից վախեցեք նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից բայց նրանք չլսեցին այլ իրանց առաջի սովորության պես արին եւ հաջորդ խոսքը եւ այս ազգերը Տերիսն էին վախենում եւ իրանց կուրքելին էին ծառայում իրանց որդիք էլ եւ իրանց որդկանց որդիկն էլ ինչպես որ իրանց հայրերն էին անում իրանք էլ այդպես էին անում մինչև այսօր հետաքրքիր է ասում է որ այս ազգը համ Տերիսն էին վախենում համ Աստծուն էին պաշտում համ էլ իրանց կուրքերին էին ծառայում այսինքն ամբողջական չէր այդպես չի լինի դու չես կարող միանգամից այն որ ասում է երկու տիրոջ ծառայություն գիրքն ասում դու չես կարող եւ Աստծունը լինել եւ մի քիչ էլ չարինը լինել դա ճիշտ չի այդպես չի լինում դու ամբողջովին ես տրվում կամ Աստծուն ամբողջովին իմ ամբողջն է ես երբ որ ապաշխարել եմ չեմ ասել Տեր սրտիս 90%-ը քոնն է 10%-ն էլ թույլ տուր ինչ ուզում եմ անեմ տենց չեմ ասել
Ես ասել եմ, իմ սիրտը ամբողջը քոնն է։ Եվ Սուրբ գրքի պատվիրանքը սա է. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ զորությունով։ Այսինքն ամբողջը։ Հասկանում ես։ Մի մասը մի թող, ամբողջը տուր, մի վախեցի, Աստված ավելի լավ բան անելու, քան թե դու քո համար կարող ես անել։ Աստված քեզ ավելի շատ է սիրում եւ ավելի ճիշտ է առաջնորդում, քան թե դու քո մասին գիտես։ Քան թե դու կարաս քո համար անես։ Երբ որ Աստված մի բան անում, ինքը կատարյալ է անում։ Բայց երբ որ մենք ենք անում, հաստատ շատ թերություններ եւ սխալներ են լինում մեր կյանքում։ Լավ է, որ Աստված ներգործի քո հոգևոր աշխարհը։ Ուրեմն ես ասացի, որ այդ ամբողջական, որ այդ ցուցակը թվարկեցին, կնես չլինի, որ էս շատ լավ է, էդի 80%-ը լավ է, էսի Աստծուն, այն 20%-ը չէ, դուրս չի գալի։ Տենց չի։ Ես ամբողջովին եմ տրվում Աստծուն։ Իմ ամբողջն է Աստծունը։ Դրա համար մի հատ նորից կարդանք 38-39 խոսքերից։ Եվ այն ուխտը, որ ձեզ հետ արել եմ, մի մոռացեք, եւ ուրիշ աստվածներից մի վախեցեք։ Մի մոռացեք այն ուխտը, որ արվել է։ Որտեւ Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի արյունով նոր ուխտ արել եւ մենք նոր ուխտի սերունդն ենք։ Այդ ուխտը մի մոռացեք։ Ձեր Տեր Աստվածանից վախեցեք եւ նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից։ Ամեն։ Եվ չլինենք հաջորդ խոսնել, որ ասում է 40, բայց նրանք չլսեցին, այլ իրանց առաջի սովորությունների պես արին։ Առաջինում ոնց ունեինք այն սովորությունները, հին սովորությունները պահում ենք։ Երբ որ լավ մի օրինակ բերեմ, հիշեցի տատս մի պալտոն ուներ, միշտ մնացել էր այդ պալտոնը, չգիտեմ խի, դե գիտեք, սովորականի պես գցեցին կուշետկա, կուշետկեն հիշում եք, չէ՞, տենց կար, գցեցինք ընդեղ մնաց, բայց չէին գցում, տատս մահացավ, գնաց, այդ կուշետկեն մնաց, այդ ուրեմն պալտոնը մնաց, ու տենց պահել ենք, մի օր մեկը հարցրեց, բացեցինք, ասավ, ես ինչի համար եք պահում, ես չկարած պատասխանեմ այդ հարցին, ինչի համար ենք պահում, ոչ մեկի պետք չի դա ընդհանրապես, կամ տուր մեկի, կամ գցի։ Գիտեք, առաջին հին սովորություններ կան, որ մեր մեջ եղել են, եւ երբ որ նորը չունենք, այն հին սովորություններից ենք բռնում։ Բայց Աստված ուզում է, ասում է նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնի, որովհետեւ կպատռվի։ Աստված նոր գինի է ուզում տա, թարմն է ուզում տա, Աստված ուզում է տա, որ պահվի, երկար մնա քո մեջ։ Աստվածային ներգործությունները, Աստծո խոսքը չի հնանում։ Աստված ինչ որ տալիս է, բարի է եւ հավիտենական է։ Ամեն։ Բայց մենք այս հին աշխարհից շատ բաներ ունենք վերցրած, սովորություններ եւ շատ բաներ, որ մենք պետքա կուշետկից անենք, դենք ցենք, էլի պետք չի մեզ։ Շատ լավ, շարունակենք ուրեմն նորից Աստծո խոսքի վրա։ Երրորդ կետն եմ ուզում գանք արդեն հասնենք։ Ինչ ասացինք, առաջինը շատ բաներից հրաժարվելն էր, երկրորդ բանը վարժացնել աստվածապաշտության մեջ, երրորդ բանը, որ ուզեցի ասեմ, օգտակար է ամեն բանի, աստվածապաշտությունը օգտակար է ամեն բանի։ Օրինակ ընտանիքին ինչով է օգուտ աստվածապաշտությունը, օգտա թե չէ։ Ինչով է օգուտ։ Տեսեք, երբ որ ասում ամեն բանի օգտակար է, նկատի ունի, որ ամեն աստվածային կառույց, որ տրվել է մարդուն, ընտանիք, եկեղեցի, ընկերություն, հարազատություն, բարեկամություն, աստվածային է։ Կան անաստվածային բաներ, դրանց մասին չի խոսքը։ Աստվածային բաների մասին եմ խոսում։ Շատ սուրբ արժեքներ կան մեր կյանքերում։
ասում ամեն բանի մեջ օգուտ է, ամեն ինչում է օգուտ։ Բիզնեսի մեջ էլ է օգուտ։ Ընտանիքում էլ է օգուտ։ Ես ասացի, երեխա դաստիարակության մեջ էլ է օգուտ։ Երիտասարդներն ասեմ, ընտրություն անելու մեջ էլ է օգուտ։ Կարանք թվարկենք շատ բաներ։ Աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է։ Ամեն բանի համար օգտակար է։ Եվ իր մեջ խոստումներ կան, որ դու աստվածապաշտության մեջ ես, Աստծո խոստումները իրականանում են։ Շատ բան կա, որ մենք մեր ուժերով չենք կարող ստանալ, չենք կարող հասնել, բայց աստվածային տարբերակներով կարող ենք հասնել։ Որոնք որ քո տրամաբանությունից դուրս են, խնդրում եմ մի քիչ կարող է բարդ լինի, բայց փորձենք հասկանալ։ Օրինակ, շատ բաներ կան, որոնք որ Աստծո խոսքը ասում է, քեզ համար տրամաբանությունից դուրս է։ Օրինակ, օրհնեցեք ձեր թշնամիներին։ Տեր Աստված։ Մեր մասին, որ մեկը մի հատ չար բան ասում, ինչ ենք անում, բորբոքվում ենք, փորձում ենք ապացուցել, նեղանալ, վիրավորվել, բայց ասենք օրհնեցեք։ Սա բան է, որ իր մեջ իր հետևին խոստումներ կա, սրա հետևին բաներ կա, որ կիրականանա քո կյանքում, երբ որ դու Աստծո խոսքի համաձայն անես։ Կամ ասում են, ներեցեք իրար։ Քանի անգամ ներեմ է 7 անգամ ներեմ, չէ, 70 անգամ 7, ամեն օր ների, անդադար, չկա միջապ, որ ասես վերջել չեմ ներում։ Ներելու մեջ հաղթանակ կա, հա, հասկանում եմ, տրամաբանության մեջ դու կարող ես բերել փաստերի առաջ, բայց այդ հարցերը, որ ինձ տալիս ես, ուզում եմ, որ այդ հարցերը Հիսուսին էլ տաս։ Հա, Տեր Աստված ոնց ներեմ, ես ինչ ես գրել։ Հաստատ չի սխալվել, չէ՞ Տեր Հիսուսը։ Այդ իր պատվիրանքն է։ Ներելու մեջ հաղթանակ կա։ Ներելու մեջ հոգևոր շատ լուծումներ կա։ Ես մի հատ այդ որ ասացի, օգտակար է ամեն բանի մեջ, մի պատմություն էի լսել, մի քիչ կատակ, բայց մի քիչ լուրջ, ասում եմ մի հոգի, որ մարդու կին են լինում, կնոջն ասում է, կարող ես հատ սարքել, ասում է, եթե Տերը կամենա կսարքեմ, ասում է, եթե կարող ես գնանք խանութ իրար հետ, ասում է, եթե Տերը կամենա կգամ հետդ կգնամ, վերջը ինչ ասում, ասես ներվերն ուտում այլ է սկինը, շատ նես մի քիչ ծարահեղ հոգևորական է լինում։ Սամուսինը ասում է, չխանանում է, էլի ասենք, խեսը տենց խոսում, ասում է, այդ ժամանակ այնպես է ստացվում, որ պետքա օմոնը գա, հարևանը նարկոտարգովլիայի մեջ է, պետքա իրան բռնեն, գալիս են, սխալվում իրանց տուն են մտնում, այս մարդու ձեռները օլորում ու տանում են։ Տանում են մինչև ուշ երեկո ճնշում, ուշ երեկո, շատ ուշ ժամի բաց են թողնում։ Վերջը գալիս է տուն դուռը ծեծում, ներսից կինն ասում է, ով ասում է, եթե Տերը կամենա ամուսինը տա։ Ինքն էլ արդեն կյանքում սենց բաներ է լինում ծարայեղ։ Բայց ընտանիքը մի կառույց է, որտեղ սրբությունը պետք է թագավորի, այո, ու խորհուրդ եմ տալի շատ բան, որ մենք կարող ենք նաև խորը չհասկանալ, Աստված ունի իր տարբերակները, իր ներգործությունը, ընտանիքը օրհնելու, բարձրացնելու, կառուցելու։ Մենք կարիք ունենք ընդամենը հարատևել, ընտանիքի համար աղոթք անել, շարունակաբար հարատևել դրա մեջ, եւ քո աստվածապաշտությունը քո ընտանիքի համար օգտակար է։ Առաջին Տիմոթեոս 6:6-ը գիտեք ինչ է գրված։ Ով է հիշում։ Բացանենք առաջին Տիմոթեոս 6:6։ Մի քիչ էլ շոտ 5-րդից բերեք կարդանք, հա։ Դատարկ վեճերը այնպիսի մարդկանց, որ մտքով ապականված է եւ ճշմարտությունից հեռացած է, որ աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում։ Ոմանք աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում, այսինքն աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում։ Այդպիսիներից հետ քաշվի։
Եվ հաջորդ խոսքը, բայց մեծ շահավաճառությունը իրավ աստվածապաշտությունը բավականության հետ միասին, այսինքն դավոստա գոհունակ սիրտ եթե ունես։ Հետաքրքիր է, որ փաստորեն աստվածապաշտությունը կարող է քո բիզնեսի վրա էլ ազդել, դրական իմաստով եմ ասում։ Կարող է օրհնություն լինել քեզ համար։ Աստծո խոսքը այսպես ասում։ Աստվածապաշտությունը ամեն բանի օգուտ է։ Միայն թե պետք է մենք իր կամքը իմանանք եւ իր կամքի համաձայն անենք։ Նաև օգտակար է, ասացինք, եկեղեցում ցավալիորեն Սուրբ Գիրքը ասում է, որ գիտեք Տիմոթեոսին Պողոս ասում է, որ մինչև իմ գալը սովորես ինչպես վարվես Աստծո տան մեջ։ Մենք մեզ ոնց պահենք եկեղեցում, ընտանիքում եւ նաեւ ընկերության մեջ շրջապատում։ Մի ժամանակ կար, որ ես հիշում եմ 86 թիվներ խոպան է եկել։ Ես չգիտեի ինչի, մի հատ ընկեր ունեի, սաղ դրան շատ էին սիրում, ինձնից մեծ էր էլ ինքը։ Բայց ինձ հետ յոլա չէին գնում։ Մեծ մարդիկ էին, հետս խռովել էին։ Ամառ 10 տենա սրանց ինչ եմ արել։ Մի օր կանչեցի, ասի մի քիչ խոսանք։ Մեր շենքից էր Ջանո էր անունը։ Ասի Ջանո ջան, ինչ ես անում, որ քեզ շատ են սիրում, ինչ չէ։ Ասավ ասեմ։ Այն որ հաց ես ուտում, տալերկետ բրթում, չես մտածում քեզնից հետո ով պետք է հավաքի։ Ջայլ տղա է, 16 տարեկան տղա եմ, եկել եմ խոպան։ Ինձնից հետո ինքն է հավաքում։ Ասում են, որ գործ արինք, հա, ցեխ արեցինք, գնացիր ընդ կոմար պարկեցիր։ Ասում ճիշտ է, մեր գործը չէր են կիրպիչը թափելը, բայց ձեռքց է էլի, հո դրանից չես մեռնի, ջայլ տղա ես։ Հետո ասեց, այն մեշուկները, որ իջացնում էինք, ճիշտ է, մեր գործը չէր, բայց իջացրինք, դրանից հետո տղեկը շատ հարգանք ձեռք բերեց դրանից հետո։ Ասում են, որ գործից հետո եկանք, հորեղբորդ կինը այնտեղ բաղում բան էր անում, հող էր փորում։ Ասում դու կողով անցար գնացիր շուտ տուն պարկեցիր, բայց ասում ես լապատկ եմ վեկալի մի քիչ էլ հետը փորեցի։ Գիտես, ես հասկացա, որ մեզ պետքա սովորենք ճիշտ պահել։ Ամեն տեղ ճիշտ պահել, ընկերության մեջ, բարեկամության մեջ։ Եվ այդ ժամանակ, երբ որ դու փոխված կյանք ունես, քո շրջապատն էլ է փոխվում։ Հավատա տենց։ Լավ։ Մի փոքր էլի շարունակեմ ու գամ ավարտին։ Միտեղ ասում է, եթե չեմ սխալվում, առաջի Տիմոթեոս 3-րդ գլխի մեջ է, որ ասում է, ոմանք աստվածապաշտության կերպարանքն են առել, բայց նրա զորությունը ուրացել են։ Այսինքն կա նաև աստվածապաշտության կերպարանքը։ Դու արտաքինը կա, արտաքին ամեն ինչը տեղում է, բայց ներսից ատելություն, նախանց, հպարտություն, հանդուգն, գոռոզ, եսամոլ կարանք թվարկենք։ Ներսը այսպիսին է, բայց արտաքինը աստվածապաշտության կերպարանքը կա։ Ասում է այսպիսի բաներից հետ քաշվիր։ Մնաց չանենք, որ մենք աստվածապաշտության կերպարը ունենանք, այլ ամբողջովին, հա, ես մի քիչ առաջ ասացի, մեր աստվածապաշտությունը ամբողջովին լինի։ Աստվածապաշտությունը ամեն բանի օգուտ է։ Վերջապես ուզում եմ կարդանք 2 Պետրոս 2:9 եւ սրանով ավարտին եմ գալիս։ Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձանքից եւ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, որ տանջվեն։ Աստված գիտի աստվածապաշտներին փրկել փորձանքից։ Արթուն կացեք, աղոտ քարեք, որ փորձության մեջ չընկնեք։ Այսինքն, եթե դու աստվածապաշտության
մեջ չես ապրում, աստվածապաշտությունը չունես, դու մատնված ես շատ փորձանքների մեջ ընկնելու։ Բայց քո աստվածապաշտությունը, գիտեք ինչա, գիտես Աստվածա հսկում քեզ։ Ասում է ինքը գիտի փրկել փորձանքից։ Ամեն տեսակի։ Կապ չունի։ Գրիշ ախպերս գիտեք, խիա լավ ամեն ասում։ Երեք բալկարկի քարը թռելա, գիտես վարքյանների հարց, կարող էր աչքաներ, կարող էր սիրտը մտներ, կարող էր շատ վնասներ տալ։ Բայց Աստծուն փառք այսօր ինքը ողջ ու առողջ մեր հետ նստած է։ Մի փոքր նշանա թողել, որպեսզի հիշի, որ Աստված ինչից փրկեց։ Իհարկե, բայց դա չի նշանակում, որ մեքենան վերցնեմ այս ձների մեջ, հա, այս սառած ժամանակ դնեմ 140-ի վրա գաստամ ու ասեմ բախի տերը չպահեց։ Տենց չեն անում։ Արթուն կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Եվ Աստված գիտի աստվածապաշտներին պահել, փրկել փորձանքից։ Այո։ Ժողովուրդ ջան, Տերը օրհնի ձեզ։ 3 կարևոր բան։ Որոշ բաներ կա, որ պետք է թողնենք։ Որոշ բաներ, որ պետք է թողնենք։ Բաներ կա աստվածապաշտության մեջ, որ մենք պետք է մեր անձերը վարժացնենք։ Եվ վերջապես հիշեք, աստվածապաշտությունը ամեն բանի մեջ օգուտ է, ամեն տեղ, ամեն ժամանակ օգտակար է։ Տերը օրհնի ձեզ, կոչ եմ անում կանգնենք աղոթքի։ Խնդրում եմ, բաց անես քո սիրտը։ Ասա Տեր Աստված, ես ուզում եմ ամբողջովին լինել աստվածապաշտ, ուզում եմ ճանաչել քեզ, ուզում եմ քո կամքը հասկանալ, Աստված իմ, ուզում եմ ճանաչել, թե որն է քո կամքը այն անել։